Լույս Արոտին շարունակում է, ողջունում ենք մեր բոլոր հեռուստադիտողներին եւ բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին են մեզ միացել, շատ ճիշտ տեղին, որ ֆանտաստիկ պահ եք ընտրել, շնորհակալ ենք, որ հենց հիմա եք արթնացել միացել մեզ, պատրաստ եք ձեր սուրճը եւ մի գրացեք հերոմ։ Եվ այսպես մեկնարկում է Europe Union Bridge ծրագիրը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կբարելավի բուհական կրթության որակը։ Այս բավականին խոստումնալից մեկնարկի ներկայումս սարկա խնդիրների եւ իհարկե ծրագրի մասին խոսենք մեր հյուրի հետ, իսկ մեր հյուրն է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Europe Union Bridge ծրագրի համակարգող Ատոմ Մխիթարյանը։ Պարոն Մխիթարյան, բարի լույս, բարի առավոտ։ Բարև ձեզ, բարի առավոտ եւ բարի առավոտ նաեւ մեր հեռուստադիտողներին, որոնք այսօր մտածում եմ մի քիչ ինֆորմացիա կիմանան նաեւ բարձրագույն կրթության մասին եւ թե այնտեղ ինչպիսի ոչ կրթական, այսպես առաջին հայացքից ծրագրեր կարելի է իրականացնել եւ ուսանողների կյանքը ավելի հետաքրքիր դարձնել։ Շատ լավ։ Մեր եթերներն հարցազրույցներն ցավոք սրտի այնքան կարճ են, որ շատ հագեցած թեմա է սա ու չենք կարծում ամեն ինչ կհասցնենք պատմել, խոսել, իմանալ, բայց մաքսիմալ փորձենք։ Նախ հասկանանք այս ծրագիրը շատ ցենց ժամանակին է, թե շատ կարևոր է։ Ուրեմն պետք է ասել, որ այսպիսի ծրագրեր ֆինանսավորվում են Եվրամիության կողմից, իսկ գիտեք Հայաստանը Եվրամիության անդամ չի, բայց ունի այն առավելությունը, որ հնարավորություն ունի օգտվելու այդպիսի ծրագրերից, որոնք զարգացնում են բարձրագույն կրթության համակարգում ներգրավված սուբյեկտների, այդ թվում օրինակ համալսարանների կարողությունները, որպեսզի նրանք կարողանան ավելի որակյալ կրթություն ապահովեն եւ ներգրավեն ավելի շատ ուսանողների։ Հիմա Հայաստանը այս ուղով գնում է արդեն վերջին տասնամյակներին եւ կարողանում է հնարավորություն է տալիս այդ ծրագրերը Հայաստանի համալսարաններին օգտվելու, նաեւ համակարգելու այդպիսի ծրագրեր։ Ուրեմն այդպիսի ծրագրերի համար հայտեր կան եւ նրանք հայտարարվում են տարեկան մեկ անգամ եւ օրինակ վերջի 2025 թվականի հայտարարությանը արձագանքել է 170 բարձրագույն ուսումնական հաստատություն ամբողջ արևելյան Եվրոպայի երկրներից, այդ թվում նաեւ Հայաստանից, եւ նրանցից ընդամենը 12-ն է եղել հաջողակ։ Եվ այդ 12 ծրագրերից մեկը մեր ծրագիրն է, որը կոչվում է EU Bridge, եւ որի նպատակն է մեր ուսանողներին ներգրավել ծրագրերի կառավարման, մշակման գործընթացում, նրանց կարողությունները զարգացնել իրենց դասընթացներին զուգահեռ։ Այսինքն ուսանողները սովորում են այն, ինչ որ սովորում են, բացի դրանից հմտություններ են ձեռք բերում նաեւ ծրագրերի մշակման եւ կառավարման ոլորտում, որը շատ կարեւոր է։ Ինչի համար, որովհետեւ միայն այն չի, որ ուսանողական կյանքը ինչի մասին է, կյանքը նրա մասին է, որ իհարկե ինչ որ մասնագիտություն ձեռք բերել, բայց ամբողջ ժամանակը տրամադրել մասնագիտություն ձեռք բերելու այդպես չի, որովհետև դա կարելի է մանավանդ 21-րդ դարում անել համակարգչի դիմաց նստած եւ on-line տարբեր դասերին նայելով։ Սա նաեւ սոցիալիզացիայի համար է բարձրագույն կրթությունը, նաեւ այնպիսի հմտություններ ձեռք բերելու համար, որ որևէ տեղ այլևս չես կարող դա անել։ Եվ այս ծրագիրը գալիս է հենց դա փակելու եւ ասեմ, որ ծրագիրը նախաձեռնել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը որպես հայկական համալսարան, նրան միացել են հայկական այլ կազմակերպություններ, համալսարաններ, ինչպես նաեւ անպայման, որովհետեւ դա պարտադիր է այդպիսի ծրագրերում Եվրոպական միության անդամ երկրներում գործող համալսարաններ եւ մեզ Իտալիայից եւ Իսպանիայից պարտներներ ունենք, գործընկերներ ունենք, որոնք ըստ էության մեր համակարգման ներքո են գործելու եւ օգնելու են, որպեսզի կարողությունները հայկական համալսարանների զարգանան։ Իսկ որոնք են այսօր հանրապետության բուհերի ամենացավոտ խնդիրները եւ այս ծրագրի միջոցով ինչպես է լուծվելու այդ խնդիրները ըստ ձեզ։ Ցավոտ խնդիրներ շատ կան իհարկե բուհերում, որովհետեւ գիտեք բոլորը բողոքում են նրանից, որ շատ ժամանակ ուսանողները իրեն ժամանակը ուղղակի կորցնում են ժամավաճառությամբ են զբաղվում բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ մեր փորձից էլ կարող եմ ասել, որ դա իսկապես այդպես է մեծ հաշվով, որովհետեւ լինում են դեպքեր, երբ որ ուսանողը Հայաստանում սովորում է 4 տարի բակալավրիատում, դրանից հետո 2 տարի մագիստրատուրայում, ձեռք է բերում ինչ-որ մասնագիտություն, հետո ավարտելուց անմիջապես հետո անցնում է աշխատանքի համապատասխան գործատուի մոտ նույն մասնագիտությամբ եւ գործատուները ասում են, գիտեք ինչ,
մենք այդ մասնագիտության այբուբենը սկսում ենք սովորեցնել հենց այդ պահից, երբ որ նա անցնում է աշխատանքի։ Սա ինչից է գալիս։ Գալիս է նրանից, որ մեր համալսարանները չեն ապահովում համապատասխան պրակտիկ գիտելիքներ, որոնք նրանք անմիջապես կկարողանան օգտագործել իրենց ուսումն ավարտելուց հետո։ Շատ քիչ են պրակտիկաները։ Այն նույն բանը մենք ունենք օրինակ Արևմտյան լավագույն համալսարանները, նրանով են աչքի ընկնում, որ միանգամից առաջին կուրսից հենց ուսանողը ընդունվեց, միանգամից գործատուի հետ սկսում է աշխատել, այսինքն տեսնում է, թե ինչպիսի հմտություններ նա պիտի ուսումնառության ընթացքում ձեռք բերի, որ անմիջապես հետո կարողանա կիրառել։ Մեզ մոտ ցավոք սրտի դեռևս իներցիայով խորհրդային ժամանակներից գալիս է շատ լավ տեսական գիտելիքներ, որ տրվում են ուսանողներին, բայց ցավոք սրտի պրակտիկ գիտելիքները այդքան չեն։ Իսկ այս ծրագիրը կամուրջները ձգում հենց համալսարանների եւ գործատուների միջև մի ձևի կամուրջ եւ երկրորդը համալսարանների, այսինքն կրթության եւ գիտության կամ հետազոտությունների, որովհետեւ որևէ բան անել առանց հետազոտության, առանց հիմքը ունենալու հետազոտությունները հնարավոր չի։ Եվ մեր գիտակրթական միջազգային կենտրոնի գաղափարախոսությունը հենց կառուցված է նրա վրա, որ ուսանողները ընդունվում են Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն, ասեմ, որ մեզ մոտ բակալավրիատ չկա, միանգամից մագիստրատուրայից են սովորում ուսանողները եւ սկսում են աշխատել համապատասխան գիտնականների հետ, որոնք աշխատող գիտնականներ են Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտահետազոտական ինստիտուտների։ Այսինքն նրանք ինչ որ բան սովորում են գիտնականից, իսկ գիտնականը ինչ է անում։ Գնում են այդ գիտնականի լաբորատորիա, տեսնում են նա ամբողջ օրը ինչով է զբաղված, ինչպես է օրինակ, չգիտեմ, ասենք, փորձը կատարում, սարքը օգտագործում եւ այդ ամբողջը կարողանում են վերցնել եւ հետո շարունակել նաեւ ասպիրանտուրայում իրենց կրթությունը, այսինքն սա էլ երկրորդ կամուրջն է, որ կրթությունը կապում է գիտության եւ հետազոտությունների հետ։ Այ շատ հետաքրքիր է ծրագիրը կոնկրետ ինչ որ ուղղվածություններ ունի, ինչի վրա է մեղադրված, էլի ավելի շատ։ Հիմնական ուղղվածությունը եվրոպական ծրագրերի կառավարումն է։ Ինչքան է տևում ծրագիրը։ Այո, ծրագիրը 2 տարի է տևելու, հենց հիմա նոր սկսում ենք ըստ էության ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է առաջիկա ուսումնական տարվա սկզբից սեպտեմբերից ներդնել ծրագրերի մշակում եւ կառավարում մոդուլներ, այսինքն առանձին կուրսեր, ոչ թե դա կլինի մասնագիտություն, այլ կլինի առանձին մոդուլներ, որոնք կարող են վերցնել եւ սովորել տարբեր մասնագիտությունների մեր երիտասարդները, որովհետեւ ըստ էության ծրագրերը դրանք մեր կյանքի ուղեկիցներն են։ Յուրաքանչյուր բան, օրինակ դուք առավոտյան որ արթնանում եք, ծրագրում եք, չէ՞, ձեր օրը։ Այ գնամ աշխատանքի, այս ինչ հարցերը տամ, չգիտեմ, այս ինչ հյուրերին ընդունեմ, դրանից հետո երեխաների հետ զբաղվեմ, օրինակ քիչ առաջ խոսում ենք դպրոցի գործերը անելու, այսինքն ամբողջը ծրագրավորում եք, հետո սկսում եք իրականացնել։ Այս ծրագիրը հենց դրա մասին է, ինչպես դա ամբողջը կարողանալ կազմակերպել, պլանավորել, հետո իրականացնել, բայց պարզ է, որ ընթացքում ինչ-որ փոփոխություններ կարող են լինել, նաև մոնիտորինգի ենթարկել ծրագիրը, եւ այս ամբողջը մենք սովորեցնելու ենք ոչ միայն ուսանողներին, այլ մեր համալսարանների աշխատակիցներին, որովհետեւ նրանց կյանքն էլ է ծրագիր, չէ՞, եւ ինչքան դու արդյունավետ կարողանում ես ծրագիրը իրականացնել, այնքան կրթության որակը կբարձրանա։ Այստեղ էլ մյուս կամուրջն է, որ մենք կապում ենք ծրագիրը նաև կրթության որակի բարձրացման հետ, որը շատ կարեւոր է հատկապես Հայաստանի ներկա պայմաններում, որովհետև կրթության որակը շատ ընկել է։ Համեմատած տարածաշրջանի մեծ տարածաշրջանի բոլոր երկրներից ցավոք սրտի ես ասում եմ արձանագրենք, որ ամենահետևի վերջի տեղում Հայաստանն է, մեր բոլոր սահմանակիցներ երկրներից առանց անուններ տալու եմ ասում, բարձրագույն կրթության ոլորտում հետընթացը արդեն ակնհայտ է, որովհետև օրինակ սրանից 10 տարի եւ հիմա ուսանողների թիվն է պակասել, 1/3-ով պակասել է դասախոսների գիտնականների թիվը։ Հասկանում եք, այսինքն մարդիկ ոլորտից դուրս են գալիս, գնում են այլ ոլորտ, լավագույն դեպքում Հայաստանում մնալով, իսկ ավելի վատ, երբ որ լքում են Հայաստանը եւ նույն գործը անում են արտասահմանյան երկրներում, որովհետեւ մենք շատ լավ մասնագետներ ունենք եւ նրանց աշխատավարձը առնվազն 10 անգամ ավելի բարձր է լինում եւ նրանք չեն մտածում իրենց օրվա հոգսերի մասին, այլ նվիրվում են գիտությանը, կրթությանը։ Պարոն Մխիթարյան, հայկական կրթական համակարգը որքանով է պատրաստ այսօր եվրոպական այդ չափորոշիչներին։ Ըստ ձեզ։ Կրթական համակարգը պետք է կամաց մոտենա դրան, որովհետեւ
սա իհարկե ազգային արժեքները ինքնուրույնությունը պահելու, որովհետև շատերը մտածում են, որ կարելի է վերցնել ինչ-որ մի երկրի համակարգ, բերել Հայաստան ներդնել եւ ամեն ինչ լավ կլինի։ Այդպես մտածում էին սրանից 20 տարի առաջ, երբ Հայաստանը միացավ Բոլոնիայի գործընթացին, որը ենթադրում է ազատ տեղաշարժ, ուսանողները որտեղ ուզենան, երբ ուզենան սովորեն, գնան նաև արտասահմանյան բուհերում սովորեն եւ ճանաչելի լինի մեր կրթությունը եվրոպական տարբեր երկրների կրթական համակարգերում, հասկանան թե ով ինչ մակարդակի կրթական աստիճան ունի եւ օրինակ գործատուները նույնպես հասկանան։ Ցավոք սրտի դրանից անցել է 2005 թվականին է դա եղել։ Դրանից անցել է ավելի քան 20 տարի եւ մեր կրթական համակարգը ըստ էության տեղից չի շարժվել։ Բարձրագույն կրթության մասին եմ դեռևս խոսում։ Բայց դա չի նշանակում, որ մենք շատ էլ տեղ չունենք զարգանալու, որովհետեւ մեզ նման երկրներ, օրինակ Մերձբալթյան երկրները, նրանք շատ արագ են անցել այդ փուլը եւ կարելի է օրինակ նրանցից վերցնել օրինակներ, թե ինչպիսի փոփոխություններ են արել։ Բայց փոփոխությունները ես ուզում եմ ասել, որ պետք է լինեն համակարգային եւ ոչ թե դրվագների փոփոխություն, որովհետեւ մեզ մոտ վատը անընդհատ այդ 20-25 տարվա ընթացքում այն է եղել, որ ինչ որ խնդիր է առաջանում, մենք փորձում ենք այդ խնդիրը լուծել, առանց նայելու թե այդ խնդիրը ինչքան ազդեցություն կունենա կողքի խնդիրների վրա։ Իսկ դրանք վատ ազդեցություն են հիմնականում ունենում, որովհետեւ փոփոխությունները համակարգային չեն Հայաստանում, այլ դրվագային են։ Այ երբ որ մենք համակարգային մոտեցում փորձենք ցուցաբերել կրթությանը, այդ ժամանակ մենք կարողանանք գրանցել, առավել եւս որ մենք ունենք այն բոլոր հիմքերը, որոնք անհրաժեշտ են դրա համար։ Ունենք լավագույն մասնագետներ ոչ միայն Հայաստանում, Սփյուռքը այստեղ մեզ կարող է օգտակար լինել, ունենք համապատասխան արդեն բազա, որովհետեւ մեր համալսարանները կամաց նաև հագենում են համապատասխան գործիքակազմերով, գործիքներով, սարքավորումներով եւ այլն, որոնք օգտակար են նաև օրինակ հետազոտահեն կրթություն տրամադրելու համար, ինչպես դա անում ենք օրինակ մեր գիտակրթական միջազգային կենտրոնում, օգտագործելով գիտահետազոտական ինստիտուտների ողջ, այսպես ասենք, ունեցվածքը գիտական առումով, սարքերն են, սարքավորումներն են եւ մասնագետները, որոնք ոչնչով չեն զիջում իրենց գործընկերներին, որոնք արտասահմանյան երկրներում են աշխատում։ Այ խոսեցինք մասնագետներից, ծրագրում, ինչպես որ նշեցինք, ներառված է նաև Իտալիան եւ Իսպանիան։ Արդյոք դա նշանակում է նաև, որ արտերկրի մասնագետները, խելացի ուժեղ դեմքերը նաև ներգրաված կլինեն Հայաստանում փորձի փոխանակմամբ այս ծրագրի շրջանակներում կամ այլ ծրագրերի ընթացքում իրենց մասնակցությամբ։ Անշուշտ, մենք օգտագործելու ենք հենց այդ փոխանակումները, ոչ միայն նրանց փորձն ենք օգտագործելու, այլ նաև քանի որ ծրագրի համակարգողը հենց մեր բուհն է, մեր համալսարանն է, մենք նաև կարողանալու ենք օգտագործել եւ ուղարկել մեր համապատասխան մասնագետներին վերապատրաստումների, որպեսզի այդ փորձը կարողանան իրենց հետ բերել։ Եվ նրանց են հրավիրել, նրանք արդեն այստեղ էին անցած շաբաթ, եւ կապերի հաստատումը եւ այդ ուղղությամբ քայլերը բերելու են նրան, որ իսկապես այդ փորձի փոխանակությունը տեղի ունենա։ Ասեմ նաեւ, որ այդ համագործակցությունը իսպանական եւ իտալական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ նոր չի մեր կենտրոնի համար։ Մենք տարածիորեն սրանից 1 շաբաթ առաջ 3 ուսանող ուղարկել ենք օրինակ աշխարհի լավ ասենք Արևմտյան Եվրոպայի ամենահին համալսարան, Բոլոնիայի համալսարան եւ նրանք փոխանակման ծրագրով այնտեղ առանց պետական որևէ միջոց ծախսելու սովորելու են եւ վերադառնալու են իրենց ընկերներին իրենց փորձը տալու։ Այսինքն այս հնարավորությունները իսկապես շատ լայն հնարավորություն է տալիս, դռներ է բացում մեր ուսանողների, աշխատակիցների առաջ բուհերի, որպեսզի կարողանան ազատ շփվել եւ մեկ անգամ եւս խրախուսում ենք, որպեսզի լեզվի իմացությունը լավացնեն, որովհետեւ մեզ մոտ այդ խնդիրը դեռևս կա եւ շատ հատկապես այս ճակերտներում ասենք հին դասախոսներ դեռևս այդ նոր մոտեցումներին, հմտություններին չեն տիրապետում, բայց սա խթան է, որպեսզի այո, որովհետև միշտ ինչ որ բան եթե չգիտես, դրանից կամ վախենում ես եւ երկրորդ ռեակցիան է, որ ավելի լավ է դրա հետ գործ չունենանք, բայց այսպիսի ծրագրերը ներսից փոխելու են նաեւ մարդկանց մտածողությունը, որը բերելու է զարգացում Հայաստանի համար։ Իսկ ո՞րն է ձեր անձնական մոտիվացիան այս ծրագրում ներգրավվելու համար։ Շատ լավ հարց եք տալիս, որովհետև ես նաև մինչև այդ ծրագիրը սկսելը ինքս համակարգել եմ տարբեր նմանատիպ ծրագրեր,
բայց ինստիտուցիոնալ մակարդակով։ Դա նշանակում է մեր համալսարանի շրջանակներում եւ առաջին անգամ մեծ հնարավորություն է տրվել հաղթելու այդ մեծ կոնկուրսը, մրցույթը եւ ունենալու փաստորեն ծրագիր, որը համակարգողը, այսինքն ղեկավարը ըստ էության մեր համալսարանն է եւ թելադրողը, այսպես թող անհամեստ հնչի, բայց թելադրողը ուրեմն մեր համալսարանն է։ Դա մեզ լրացուցիչ խթան է տալիս, որպեսզի կարողանանք նաեւ, գիտեք, Հայաստանի պարագայում ինչ կա, միշտ անընդհատ դու ճնշված ես, որովհետև մտածում ես հետ ես, չգիտեմ, այնպիսի երկրներից, ինչպիսին օրինակ այդ եվրոպական երկրներ են։ Այս դեպքում հակառակն է, այսինքն մենք թելադրողի դիրքերում ենք եւ դրա հետ նաեւ թելադրում ենք մեր արժեքները, այսինքն տանում ենք, խառնում ենք եվրոպական արժեքներին եւ նրանց դարձնում ենք մի քիչ հայ, որը եւ այո, իմ մոտիվացիայի մի մասն է։ Հրաշալի է։ Որ մեր եթերաժամանակը։ Այո, հարցերը շատ են բամախիթան, կարծում եմ դե ամենասկզբում էլ նշեցինք, որ սա այն թեման է, որ 15 րոպեում ընդհանրապես խոսել եւ հասկանալ ինչ ոնց։ Մենք ձեզ էլի կսպասենք։ Մեծ սիրով կսպասենք նոր մտքերով, նոր բաներով։ Սիրով եւ ուղղակի ուզում եմ ասել, որ այն ուսանողները, որոնք առաջիկայում կդիմեն եւ կգան մեզ մոտ սովորելու, իսկ ընդունելությունը մեզ մոտ մայիսից արդեն սկսվելու է, քանի որ սեպտեմբերից ներդնելու ենք համապատասխան մոդուլները, նրանք հնարավորություն կունենան նաև ծրագրի մշակում եւ կառավարում մոդուլները վերցնել իրենց ուսումնառության ընթացքում եւ օգտվել այդ հնարավորությունից նաև եվրոպական երկրներում իրականացնելու իրենց ծրագրերը, որ այս ծրագիրը թույլ է տալիս։ Իսկ որտեղ ինչ սոցիալական հարթակներում ինֆորմացիայի առումով էլ որտեղ։ Այո, մեր համալսարանի կայքը isec.am եւ այնտեղ դիմորդ բաժնում կարող են գտնել ամբողջ հետաքրքրող տեղեկատվությունը։ Ինձ թվում է ուսանողները այսօր ընդամենը 1-2 վայրկյանում կարող են Չենք ավելի լավ գիտեն ոնց գտնել։ Հաստատ գիտեն եւ դիմելու ձևերը արդեն այնտեղ արկա կլինեն, շուտով կարելի է դիմել, այո, եւ օգտվել այդ հնարավորություններից, նորից եմ ասում, որևէ բանով դա չի խանգարելու իրենց ուսմանը։ Շնորհակալ ենք պարոն Մխիթարյան, մեր հյուրն էր Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, European Union Bridge ծրագրի համակարգող Ատոմ Մխիթարյան։ Շնորհակալ ենք շատ, ձեզ լավ օր։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, խոսելու ենք արդեն երաժշտությունից, ունենք հյուր Ֆրանսիայից, խոսելու ենք մեր շատ սիրելի ֆրանսահայ շանսոնյե Շարլ Ազնավուրի մասին, խոսելու ենք իր ստեղծագործությունների եւ շատ սիրուն համերգի մասին։ Ով է նա, ով է լինելու մեր հյուրը, կիմանանք մի փոքր ավելի ուշ։